մեծացուցե ասնիմս դեր և ծնծացե հոգիիմ աստուծո հրճապնով, հանուն հոր և որդվո և ողջույն սրբով, ամեն։ Մարիամական մթնոլորտի մեջ են գագավին։ Այսօրվա ավետարանը աստվածամոր այցելությունն է Եղիսաբեթին և հրեշտակը ավետիս տվավ Մարիամին և իրենսավ, որ ահավասիկ ու ասկագանըտ Եղիսաբեթը հղի է իր ձերության մեջ, հրեշտակի հերանանեն հետ Մարիամ գնաց Եղիսաբեթի մոտ, ողջույնը տվավ, երեխան խայտաց Եղիսաբեթի որովայնի մեջ և այդտեղ Հրեաստանի լեռնաշրջանի մեջ երկու գիներու միջև մեկը իր ձեռության, մույսը իր կյանքի սկիզբին, երկու հրաշալի գիներու միջև շատ գեղեցիկ խոսակցություն մկնած։ Եղիսաբեթ սուրբ հոգիով լեցված բարձրացայն ըսավ. գիներու մեջ օրհնյալ ես դու, և օրհնյալ է զավակը, որ կգրես որովայնի մեջ։ Ինչ երջանկություն, որ Տիրոջս մայրը ինձի գայցել է, որովհետև երբ ողջույնդ լսեցի, երեխաս ուրախությամբ շարժվեցավ որովայնիս մեջ։ Երանի քեզի, որ հավատացիր, որովհետև Աստուծո կողմէ քեզի սպասները պիտի կատարվին։ Առաջին արտահայտությունը Եղիսաբեթի կողմէ, որ Մարիամ աստվածամայր է։ Մարիամ պատասխանեց. ահա հոգիս կուրախանա Աստուծմով իմ փրկիչովս, որովհետև անդեսավ իր աղախինին հեզությունը, և ասկեյետ բոլոր ասկերի երանի պիտի տան ինձի, քանզի հզորն Աստված ինձի համար մեծամեծ գործեր կատարեց, սուրբ է անունը անոր։ Բոլոր ժամանակներում մեջ ողորմությամբ անգնայի աստվածավախ մարդոց վրա, իր զորավոր բազուկով ոչնչացուց հպարտները, իրենց բոլոր խորհուրդներով, կհազրկեց հզորները և բարձրացուց խոնարհները, անոթիները բարիքներով լիացուց, մինչ հարուստները դադարգածերը արձակեց։ Պաշտպան եղավ իր ծառային Իսրայելի, որովհետև հավերժական ողորմություն խոստացած էր մեր հայրերուն, Աբրահամի և անոր զավակներուն։ Սիրելի հավատացյալներ, Մարիամի դեպի Հրեաստանի լեռնագողմը պաշտպանալը հատուկ նշան է։ Երկու գիներ կփարավորվին ու կգրեն երկնային օրհնություն, հղի հրաշալի զավակներով։ Մարիամի այցելությունը կհայտարարե Աստուծո էջքը աշխարհի վրա, որ մեր երբ պիտի համբարնա, պաշտպանա ու փառավորվի։ Բարձրացուց խոնարհները պաշտպան եղավ իր ծառային Իսրայելի, այսինքն նոր Իսրայելի, Աստուծո նոր ժողովուրդին։ Մարիամը սավ մեծացուցե անձնիմս դեր, և մեծարանքը հարապանություն չէ, բայց մաս է դեպի երկին պաշտպանալու, ուր Զաքարյան կհրճվի ու Հովհաննես կխայտա ուրախությամբ։ Այս կովերքը ճշմարտապես կհայտարարե խոնարհներուն, բարձերուն հաղթանակը։ Աստված կհիշե, չի մոռնար, անչի կրնար մահվան իշխանության ձգել բոլոր անոնց, որոնք իրենց հույսը իր վրա տրին։ Եվ մարեմական այս կովերքը վկայություններու շարան մնե, քաղված 5 դագարանեն, ցույց կտա, թե Աստված հանցն կառնե, գզորակցի, հենարան գլա իր աղախինին, Մարիամ Աստծո աղախինն է,
իսկ Իսրայել Աստուծո ժողովուրդը եկեղեցին անոր ծառան։ Աստվածամայրը երկար պատմության ավարտն է, որ անգգրե իր անձի մեջ ժողովուրդիմը հիշողությունը, որ բազմիցս ինգավ ու Աստվածին կանգնեց։ Մարիամ ամենակեղեցիկ ծաղիկը ու ամենակեղեցիկ բդուղն է երկրի վրա։ Մարիամի այս կովերկության մեջ վերեմ վար շարժումը կտեսնենք, երկինքեն դեպի երկինք, ոչնչացուց հպարտները, ցիրուցան արավ բզորները, հայտնության քրկի մեջ կտեսնենք աստղերու անգումը, իսկ առաջին գործընթացներուն ամագի մեջ կտեսնենք թշնամիին ու չարին ոչնչացումն է, որն է մահը, չարիքը ու մեղքը, եւ այսպես ագանադես կլանք աշխարհիմը քանդումի, որ շատ վստահած էր իր ուժին վրա։ Երբ Աստված վերեն գնայի, աչքի նշանակեր ողորմալից հայացք, մեղքացավ անոր վրա։ Մարդիկ որ դխուր են, այլ մեզ կպարզասնե ու մասնակից կդարձնե իր բզորության, եւ այսպես պաշտացնելով Մարիամին պաշտացուց բոլոր մարդկությունը։ Մարիամ երկնային նշան է, ու մենք իր մեջ կտեսնենք մեր հատուկ ճակատագիրը ու վերականգնված արժանապատվությունը։ Մարիամ մեզ կսորվեցնե, որ մեր գլուխները բարձր պահենք։ Ուրախության գանջ, լուր փոքրիկի գանջ։ Մարիամ մեզի տվավ աղոթքը, որու միջոցով մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը կհայտնենք։ Մարիամի այս աղոթքը կվերակտնե լայն սիրտ, փրկություն ստացած մարդու մսիրտ։ Այս 6 համարներում մեջ են Մարիամ կհայտարարե նախ իր գոհությունը խառնված եզակի հպարտությամբ, ինձի համար մեծամեծ գործեր կատարեց ու ճիշտ խոնարհությամբ կփայլեր Աստուծո մեծարող Մարգարիտը, որուն համար երկինքեն խոնարհեցավ իր փոքրիկ աղախինին վրա, իր սրբությունը գործեց կարողությամբ։ Գտլայնի աղոթքը ու կհայտնե երևակայության խոբումիմը զորությունը այդ աղջնակի մոտ, ողորմությամբ կնայի աստվածավախ մարդոց վրա, գտնունի խոնարները ու կցրվե մեծամիտները։ Աղոթք, որ կհսկե բոլոր ժամանակներու վրա, սերունդես հերունդ, որում մեջ են սիրո անհավատալի պատմությունը կհայտնեն։ Այո, Աստված հիշեց իր ուխտը, ու երբ կհիշե, կկատարե։ Աստուծո ուխտը սիրո խոսք է, եւ երբ Աստուծո մեկ կա ուխտը, հավատացյալը կգիտակցի, թե Աստված հավատարիմ է իր սիրո ուխտին, որու միջոցով մեր հավատքը կպաշտպանա առ Աստված, որովհետև հավատքն ալ սիրո խոսք է։ Փոքրիկ աղջնակ, բայց շատ բան գիտեր Աստուծո մասին։ Մեզի արգսե, որ կրնակ շատ բան գիտնալ, եթե սորվիկ, գարտակ կիրկերը, այդ ժամանակ գիտնակ թե ինչ հեղաշրջում կատարեց փրկիչը, ոչնչացուց հպարտները, կհազրկեց արքաները ու հատուկ սիրով սիրեց խոնարհներուն։ Եվ վերջապես այս աղոթքը մեզի կսորվեցնե ըսել Աստված իմ փրկիչս է։ Թերևս չհասկանանք ինչպես կկատարվի այդ փրկությունը, բայց կներգրավվենք անոր մեջ, երբ հայտնենք մեր վստահությունը ու հավատքը անոր, որ հաղթեց աշխարհին։ Եփրեմ խուրի ասորին այսպես կդիմե Աստվածամոր. Տուն ես նախապետներու հույսը,
հրեշտակներուն ծնծությունը, մեղավորներուն բարեխոսը, ալեգոզվածներուն նավահանգիստը, երկինքի և երկրի մխիթարությունը, կերվածներուն ազատ տարարը, հիվանդներուն ուրախությունը, վշտացածներուն ըսփոփանքը, ամենուն աբավենը և փրկությունը, ով մեծ արքայուհի աստվածամայր, գաղաչենք, ձազգե մեզ կտությանը թևերով և ողորմիր մեզի, որով օրհնյալը լաքիմա և հավիտյանս ամեն։